Ինչու եմ ես ուզում դադարեցնել իմ վիդեոները թրեյդինգի հետ կապված։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է թրեյդինգ լրիվ անվճար։ Հիմա կմտածեք, երևի մինուս է գնացել եւ որոշել է դադարեցնի ալիքը եւ կասեմ, որ ոչ։ Ես մինուս չեմ գնացել, նույնիսկ պլյուս եմ գնացել, բայց դա ընդհանրապես կապ չունի նրա հետ, որ ես ուզում եմ դադարեցնել։ Հիմա ներկա պահին ես ուղղակի քչացրել եմ իմ վիդեոների քանակը։ Հիմա շաբաթական 2 վիդեո, 3 շաբթի եւ շաբաթ օրերին պետք է դուրս գա, եւ որպեսզի մենք չձանձրանանք, եկեք կատարենք մի քանի գործարք փոքր գումարներով եւ կզրուցենք, թե ինչու եմ ես ընդհանրապես ուզում դադարեցնել դա։ Եկեք տնենք մի 7 րոպե, որպեսզի 2 րոպեն մեկ չվերադառնանք այս գրաֆիկը, ուղղակի թրենդով վերև։ Հիմա նայեք իմ սիրելի տրեյդերներ ջան, ինչու եմ ես որոշել դադարեցնել իմ ալիքի գործունեությունը։ Նախ առաջին եւ ամենագլխավոր պատճառը դա այն է, որ ես գիտակցում եմ, որ որքան էլ որ ես տանջվեմ, որքան էլ որ կատարեմ մանրակրկիտ վերլուծություն, տրամադրեմ ձեզ ծրագրեր, մեկը թող ամենալավագույն դեպքում այստեղ լինի պլյուս 5%-ը։ Լավ, հələ վերցնենք թեկուզ 7%-ը։ Այսինքն 100 դիտորդից թող 7-ը լինեն պլյուս։ Հիմա չգիտեմ, ես նույնիսկ խոսացել եմ այս թեմայով, որ ես ինչու չեմ ուզում բացել վճարովի թրեյդինգի ուսուցում, քանի որ գիտակցելով, որ մարդիկ վճարելու են եւ չեն կարողանալու բոլորը լինեն պլյուս, ասենք կլինի օրինակի համար 100-ից 5-ը, այդ լավագույն դեպքում, կամ 7-ը։ Եվ այդքանը գիտակցելով ես չեմ ուզում իմ վրա վերցնել այդպիսի պատասխանատվություն, այդպիսի բեռ։ Լավ, հələ տնենք այդ մարդկանց այդ համաձայնեցման process-ը մի կողմ։ Ենթադրենք ես բացել եմ եւ մարդկանց ներկայացնում եմ, որ գիտեք ինչ, ռիսկային մասնագիտություն է, բոլորի համար չէ։ Չկա գարանտիա, որ դուք կլինեք պլյուս։ Եվ նույնիսկ եթե այդ 100 հոգին էլ լինեն հասկացող եւ գիտակցեն, որ դա է թրեյդինգի իրականությունը, մեկը իմ պարագայում դա իմ համար կլինի ավել մտածմունքի թեմա։ Եթե չասեմ ստրես, չէ, ստրես չի միանշանակ, քանի որ ես արդեն ստրեսակայուն եմ դարձել այս մասնագիտության մեջ, բայց գիտակցելով, որ ես կվերցնեմ գումար 100-ից եւ ընդամենը 5 հոգին կլինեն պլյուսով, այսինքն 5 հոգին կհասնեն իրենց նպատակին, դա դժվար է։ Եվ նույնը այս անվճար կուրսերի հետ կապված։ Հայ, ես տալիս եմ ամեն ինչ, ինչը որ ինձանից հասնում է։ Հիմա մեկը կասի դու պրիմոյ չես անում կամ copy trading չես անում, գիտեք ինչ, ես այդ թեման չեմ շոշափել, բայց երևի արդեն կարիքը կա շոշափելու, գիտեք, դա իմ պարագայում կլինի ոնց ասեմ, որ ճիշտ հասկանաք, ես դրա իրավունքը չունեմ։ Ես իրավունք չունեմ ցես տալ ֆինանսական խորհրդատվություն։ Այսինքն, օրինակ outcad-ը կատարեք գնում։ Անձամբ ես իրավունք չունեմ ցես տալ այդպիսի խորհրդատվություն։ Հիմա թե դա կլինի պրիմոյ էֆիրների միջոցով, թե դա կլինի copy trading-ով, թե չգիտեմ, տեքստային տարբերակով։ Դա այդպես է։ Ֆինանսական խորհրդատվություն չենք կարող տալ։ Հա կարող ենք այնպես ներկայացնել, որ դա ֆինանսական խորհրդատվություն չէ, այլ հավելյալ վերլուծաբանական օգնություն է ցես, բայց այնուամենայնիվ, եթե նույնիսկ հիմա նայեք, ես այստեղ մինուս գնամ, մի 2 արժույթ մինուս գնամ, ես կդադարեցնեմ օրինակ իմ trade-ը։ Եվ իմ բալանսը ընդհանուր առմամբ պետքան էլ չի տուժի, բայց ձեր պարագայում եթե նույնիսկ դուք կրկնեք եւ չկա 100%-անոց տրեյդեր, սենց ասեմ, հա կան լավ տրեյդերներ, ովքեր որ ավելի շատ հավանական է, որ կփակվեն պլյուս, բայց չկա 100%-անոց տրեյդեր եւ որքան էլ որ ես հիմնականում պլյուս եմ փակվում, հիմա
միայն այն փաստը, որ կլինեն մարդիկ, որ կրկնեն իմ գործարքները, դա կլինի իմ համար ավել բեռ, այսինքն հավելյալ լարվածություն եւ դրա պատճառով ես կարող եմ կատարեմ սխալ գործարք։ Ես իմ տրեյդինգի ժամանակ ինձ մաքսիմալ հանգիստ վիճակի եմ բերում։ Ես եթե օրինակի համար ջղայնացած եմ այսօր, չգիտեմ, ինչ որ բան է տեղի ունեցել իմ կյանքում եւ ես ջղայնացած եմ, ես լարված եմ, ես չեմ կատարում տրեյդ։ Եվ տրեյդինգը դա է։ Տրեյդինգը շատ լուրջ մասնագիտություն է։ Ձեզ թվում է, թե ինչ տարբերություն, հիմա ինքը սենց վիդեո է նկարում, թե պրիմո է անում, մենք կրկնում ենք, ինչ տարբերություն, հիմա առավոտ է անում, թե իրիկուն է անում, ինչ տարբերություն, outcut-ն է անում, թե out-CHF, բայց հավատացեք, լիքը տարբերություն կա, շատ կա տարբերություն։ Ամեն մի փոքր տոկոսը ազդում է ձեր տրեյդինգի արդյունքների վրա։ Մի փոքր բան, չգիտեմ, դուք քայլելով գալիս էիք ձեր համակարգչի մոտ եւ ձեր ձեռքը կպավ օրինակ ինչ-որ միտեղ ցավեց եւ դուք արդեն ջղայնացած եք։ Եվ վրեժը իհարկե կուզենաք լուծել տրեյդինգի շուկայից։ Այդպիսի հարցեր կան, որոնց շուրջ դուք չեք խորանում։ Կամ ենթադրենք դուք կրկնեցիք եւ աշխատեցիք մի 2 կոպեկ։ Սենց ասեմ, այն մարդիկ, ովքեր որ ուզում են կրկնելով գումար աշխատել, դուք ընդհանրապես շանս չունեք տրեյդինգում։ Ահա ձեզ իրականությունը։ Եթե քո մտքին այն է, որ դու մտնես եւ ինչ որ մեկի գիտելիքներով աշխատես գումար, դու չունես ընդհանրապես շանս տրեյդինգում։ Կարող ես հիմիկվանից տրեյդինգը թողնել։ Նայեք, այս տրեյդինգը այն մտածելակերպի մարդկանց համար չէ, որ մտնեմ մի 2 բան քերեմ եւ դուրս գամ։ Չգիտեմ, ես եւ գիտեք ինչ, այդպիսի մտածելակերպի մարդկանց որքան ուզում ես ասա, չի հասկանա։ Չէ, քերողներ ջան, ես չեմ տա ձեզ քերելու միջոց։ Նստեք եւ սովորեք, եթե ուզում եք։ Շատ են մտնում գրում պրիմոյներ, կոպի տրեյդինգներ, էսինչ, ինձ պետք չի հավելյալ լարվածություն իմ կյանքում։ Պետք չի։ Հնարավոր է, որ նույնիսկ մենք կատարենք նորմալ գործարք, օրինակ նայեք, հիմա ես թագոն եմ, չէ, օգտագործում օրինակի համար։ Ես կատարեցի թագոն, հիմա գինը միանգամից ընկավ եւ կրկնողը այստեղից կկատարեր օրինակի համար գնում։ Նու կամ լավ հակառակը վերևից կկատարեր։ Հիմա մեկը փակվում է պլյուս, մեկը փակվում է մինուս, մեկը փակվում է 0 եւ ինչ։ Ով է մեղավոր։ Հասկացեք, այս շուկան չունի այդպիսի հանգիստ վիճակ, որ մենք բոլորս նստենք եւ հանգիստ կատարենք տրեյդներ։ Շարժվում է եւ կարող է միանգամից sense թռնել վերև կամ իջնել ներքև։ Նայեք, եթե դուք ուզում եք մտնել եւ 2 կոպեկ քերել տրեյդինգից, տրեյդինգը ծերը չէ։ Դուք այդ 1%-ը չեք հաստատ։ Դուք հենց այն 99%-ի մեջ եք։ Եթե դուք այդ մտածելակերպի մարդ եք։ Ու չկա ոչ մի պատճառաբանություն։ Ասենք դուք չեք կարող ասել, գիտեք ինչ, ես հիմա այս բանին գումարի կարիք ունեմ եւ ուզում եմ քերել։ Ես չգիտեմ, հիմա այս ինչն եմ եւ ուզում եմ քերել։ Չկա նման բան։ Եթե դու չես ստեղծում պոտենցիալ, եթե դու չես ուզում ստեղծել խարակտեր, բնավորություն, որ հնարավորություն կտա քեզ աշխատել գումար տրեյդինգում, ապա միանշանակ տրեյդինգը քո համար չէ։ Նույնիսկ պրոֆեսիոնալները անընդհատ աշխատում են իրենց վրա, որպեսզի լինեն արժանի պլյուսավոր արդյունքների։ Իսկ դուք ինչ, մտածում եք, որ քերող մտածելակերպով ունեք շանս, ընդհանրապես չունեք։ Չկա copy trading, չկա պրիմոյ էֆիր։ Կարող եք ատպիսկա լինել, եթե դրա համար եք եկել։ Լուչը ավելի լավ է հիմիկվանից ատպիսկա լինեք եւ դուրս գաք տրեյդինգից, քան թե, չգիտեմ, այդպիսի մտածելակերպով գնաք եւ մի ուրիշ տրեյդերի հանդիպեք, ովքեր որ կտածես անվճար սիգնալներ եւ դուք կկորցնեք գումարներ։ Նայեք, այս է իրականությունը տրեյդինգում։ Հիմա ինչ որ մեկը կարող է ընենց գումարով կատարեր
գործարք, որ չգիտեմ, կորցներ ամբողջ գումարը։ Նայեք, էս էլ հնարավոր է, որ ես գնամ մինուս, որովհետև ես վերլուծություն այստեղ չէի կատարել օրինակի համար։ Հա, հիմա ասենք տեսա հատվածներ։ Պալի տարեց 1 րոպեանոց գրաֆիկը, որ նայում էի հատվածներին։ Բայց էլի կարող է իշնի։ Այս սիտուացիան էլի կարող է ցկցկվի։ Հիմա նայեք իմ տրեյդերներ ջան։ Իրականությունը այնպես է, որ թրեյդինգը բոլորի համար չէ, առավելապես այդ մտածելակերպով մարդկանց։ Primoy copy trading, գումար ուղարկիր մեզ, կատարենք trade։ Հասկացեք, այս կյանքում այդպես չեք կարող ինչ-որ բանի հասնել։ Փորձեք ինքներդ ստեղծեք ձեր ուղին trading-ի։ Ես տալիս եմ ձեզ հնարավորություն ստեղծելու ուղի։ Հիմա կօգտվեք թե ոչ, արդեն դուք գիտեք։ Իրոք արդեն դուք գիտեք։ Ես հոգնել եմ ամեն անգամ կրկնելու, որ այստեղ պետք է լուրջ աշխատանքներ տանել։ Օրինակ ես արժույթը ես էլ չեմ շարունակի։ Այստեղ այդքան էլ լավ հատված չի։ Ու մի 30 վայրկյանով կարելի է գիտեք, չէ՞, փորձենք հələ։ Հələ եկեք 30 վայրկյանով վերև։ Բայց եթե սա մինուս փակվեցի, կգնամ ուրիշ արժույթ։ Տեսնում եք, սա է իրականությունը տրեյդինգի։ Դրա համար ես իմ բալանսից շատ չնչին գումար եմ օգտագործում։ Ես չկատարեցի վերլուծություն եւ մինուս փակվեցի։ Տեսեք։ Բայց դուք պետք է հասկանաք, որ հենց սա է տրեյդինգը։ Չենք կարող միշտ մենք լինենք պլյուս։ Եվ հիմա ինչ որ մեկը եթե պրիմոյով օրինակի համար կրկներ, ասենք իր բալանսը կկորցներ։ Եվ հետո ինչ։ Ասենք թե բալանսը կորցրեց։ Նայեք, ես մեղք չունեմ։ Մեր լույսը վկա։ Ես մեղք չունեմ, բայց նայեք հիմա։ Այստեղից ես կկատարեմ 2 րոպեով գնում։ Հիմա նայեք, այս լույսը երբ պիտի տարի։ Դուք պետք է հասկանաք, որ տրեյդինգը դժվար մասնագիտություն է, լարված մասնագիտություն է։ Դուք պետք է հասկանաք, որ տրեյդինգը շատ լուրջ մասնագիտություն է, լուրջ մասնագիտություն է։ Եվ երկրորդ պատճառը, ինչու եմ ես քչացրել իմ վիդեոների ակտիվությունը եւ ինչու եմ ես ընդհանրապես մտածում նրա մասին, որ կամած դադարեցնեմ իմ YouTube-յան ալիքը, դե ասեցի, առաջին պատճառը այն է, որ չեմ ուզում այդպիսի պատասխանատվություն վերցնեմ իմ վրա։ Չեմ ուզում։ Երկրորդ պատճառը դա այն է, որ ես տեսնում եմ, որ ունեմ ես մշտական դիտորդներ, 100-200 հոգի միշտ նայում է իմ վիդեոն։ Ինչ էլ որ լինի, 100-200 հոգին միշտ նայում է, նույնիսկ այն ամենավատ վիդեոս, չստացված։ Բայց օրինակ, չգիտեմ, մի 30 հոգին են լայքում եւ մի 10 հոգին մաքսիմում գրում են կոմենտ։ Չնայած որ ես շատ եմ ասում, որ կոմենտներ են պետք, լայքեր են պետք վիդեոյի ակտիվության համար։ Հիմա ձեր մոտ հարց կառաջանա, թե ինչու եմ ես այստեղ կատարել քնում, հիմա ես իմ խոսքը ավարտեմ եւ կասեմ։ Նայեք, ես հասկանում եմ, որ մենք սովոր չենք լայքի, կոմենտի, չգիտեմ, երևի հայերը սովոր չեն։ Բայց այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ եթե մենք ուզում ենք ինչ-որ բան ստանանք, թեկուզ անվճար, մենք պետք է դրա համար վճարենք, գոնե լայքով կամ կոմենտով։ Թող էլի վերև լինի, չնայած այստեղ էլ չէի կատարի գնում, բայց թե թող լինի, որ ես չմոռանամ, որ այստեղ ձեզ պիտի վերլուծություն ցուցադրեի։ Նայեք, ես ձեզանից շատ բան չեմ ուզում, ընդամենը մի 1 րոպե կտանի ձեզանից ժամանակ։ Շատ ժամանակ չեմ ուզում խլել։ Ուղղակի պետք է որ դուք լայք տնեք եւ ինչ-որ կոմենտ գրեք։ Չգիտեմ, եթե չեք ուզում ինչ-որ բան գրել,
տեքստային։ Գոնե սենց like դրեք, էլի, smiley-ի տեսքով։ Ձեզանից ընդամենը 1 րոպե կտանի ժամանակ, բայց ես կտեսնեմ, որ մարդիկ գնահատում են, ուզում են եւ ես էլի կսկսեմ ակտիվ նկարել վիդեոներ։ Ես հիմա ուզում եմ բացել մի երկրորդ կանալ, երկրորդ ալիք եւ այնտեղ կփորձեմ օգնել մարդկանց թե մտածելակերպի առումով, թե ամեն առումով, եթե հաջողվի նույնիսկ կուզենայի, որ զբաղվեինք ֆինանսական աջակցությամբ տարբեր մարդկանց, իհարկե այդ հաջողության դեպքում եւ այդ ալիքս երևի թե բացեմ ռուսերեն տարբերակով, քանի որ հա ես շատ եմ ուզում հայերեն խոսել, քանի որ սա իմ լեզուն է, իմ հայրենի լեզուն է, բայց քիչ են հետաքրքրված մարդիկ Հայաստանում։ Դրա համար, որպեսզի իմ հավեսը էլի չփախնի, այս թրեյդինգի պատմությունը չկրկնվի, այս մյուս ալիքը ես կբացեմ արդեն իսկ ռուսերեն տարբերակով։ Արդեն իսկ ռուսերեն տարբերակով, որպեսզի պատմությունը չկրկնվի եւ մենք կարողանանք առաջ գնալ։ Չեմ ուզում հələ մանրամասնել, հենց բացեցիք իմանաք ինչ է, իսկ կապված այս ալիքի հետ, եթե ուզում եք ակտիվություն, լայք եւ կոմենտ, այս կանը կասեմ։ Գիտեմ, որ կան մարդիկ, մի 10 հոգի մարդիկ, ովքեր որ միշտ կոմենտ են գրում, դե լայքի մասին հաստատ չեմ ուզում խոսել, հաստատ կտնեն։ Ես շնորհակալ եմ ձեզնից։ Իրոք շնորհակալ եմ, բայց նայեք, ես ծախսում եմ ժամանակ, ֆինանսներ, աշխատողներ եւ այլն, բայց պետք է գոնե իմ հավեսը պահեք տեղը, էլի շատ բան չեմ ուզում, որ ինձ գումար ուղարկեք կամ չգիտեմ, այն TikTok-ային էֆիրների նման ուղարկեք ես ինչ առնեմ, ուղարկեք այն ինչ անեմ, չկա նման բան, բայց գոնե այդ ակտիվությունը պահեք, որ հավեսս տեղը լինի, ես էլ նկարեմ վիդեոներ, իմ հավեսը փախնում է։ Նայեք, ես որքան էլ որ դատարեցնեմ այս ալիքը, ես կզբաղվեմ թրեյդինգով, ես ինձ կզբաղվեմ, քանի որ սա իմ կյանքի մի մասնիկն է դարձել։ Բայց ուղղակի էլ չեմ նկարի վիդեոներ եւ ձեզ իրոք պետք են պրակտիկ վիդեոներ, շատ են պետք։ Ձեզ պետք է պրակտիկա, ձեզ պետք են պրակտիկ վիդեոներ, բայց եթե չեղավ ակտիվություն, իրոք ես չեմ էլ նկարիել։ Նայեք, ես ինչու եմ այստեղ կատարել գնում։ Հիմա կասեք թրենդ է դեպի ներքև։ Հիմա կասեք այստեղ կար հատված, չէ՞։ Բայց նայեք, ես այստեղ այս վերջին մոմից, որ վերևում չկար ստվեր, հասկացա, որ այստեղ կշարունակվի մեր շարժումը դեպի վերև եւ 1 րոպեանոցով ավելի շատ նկատեցի, հիմա ցուցադրեմ ձեզ 1 րոպեանոց գրաֆիկով։ Նայեք։ Երբ որ ես կատարեցի առաջին անգամ քնում, այստեղից մոտավորապես կատարեցի քնում։ Եվ ամենա էլեմենտար բանը, որը որ ես հասկացա, դա այն էր, որ մեր գինը գոնե կհասներ այս մաքսիմումին։ Այսինքն, եթե նույնիսկ իջներ ներքև տրենդով, գոնե պետք է հասներ այստեղ։ Այդ պատճառով իսկ ես կատարեցի քնում։ Իսկ այս $100 ես ուղղակի կատարեցի, որպեսզի չմոռանամ, որ պետք է ձեզ ցուցադրեի վերլուծություն։ Այստեղից, նայեք, մերսի։ Այստեղից ես երևի ռիսկի չդիմեի կատարեի քնում։ Նու այս մոմը տեսնելուց հետո կկատարեի, բայց հենց այստեղից եթե լիներ այսպիսի կանաչ մոմ, այստեղ երևի չկատարեի, նու համենայն դեպս ռիսկի չէի դիմի։ Այսօր ես չեմ ցուցադրի ձեզ իմ տելեգրամյան ալիքները։ Ուղղակի կասեմ, որ մենք ունենք Phoenix Premium AI ծրագիր եւ Phoenix AI ծրագիր, որոնք ձեզ կօգնեն, որպեսզի դուք սովորեք թրեյդինգ ավելի հեշտ։ Թե ինչպես ձեռք բերեք այս ծրագրերը, նայեք, ամրացված հաղորդագրության մեջ մենք ունենք այսպես օգնության բոտ, սեղմելով այս head menu-ն դուք կստանաք հրահանգը, թե ինչպես մուտք գործեք մեր VIP ալիք։ Պետք է գրանցեք Pocket Option կայք, կատարեք $20 դեպոզիտ եւ ձեր UID-ը այստեղից կարող եք իմանալ եւ թվերով ուղարկել այս բոտին։ Եթե ես դատարեցնեմ իմ ալիքի գործունեությունը, ես նույնիսկ կփակեմ այս VIP ալիքը։ Այսինքն ովքեր կան,
կմնան եւ կաշխատի ծրագրերը, բայց էլ չենք վերցնի ոչ մեկի։ Նույնիսկ եթե մտնեք եւ, չգիտեմ, մոդերատորին ասեք, ես ձեզ կուղարկեմ $1000, ավելացրեք ինձ այդ փակալիք, տվեք ինձ ծրագիրը, չեք կարողանա։ Հավատացեք, ոչ մի գումար չի կարող ինձ մտափոխի կամ գերի, որպեսզի ես իմ որոշումը փոխեմ։ Այդ եթե ես դադարեցնեմ իմ ալիքը։ Դրա համար, քանի դեռ կա հնարավորությունը, կարող եք օգտվել։ Եթե չեք ուզում, խնդիր չկա։ Եթե դադարեցնեմ ալիքը, էլի ես խնդիր չունեմ։ Դուք արդեն համոզվել եք, մի 3-4 ամիս է ինչ ունեմ այս ալիքը, դուք արդեն տեսել եք, որ ես ընդհանրապես ոչ մի խնդիր չունեմ եւ այս ամեն ինչը ավելի շատ ձեզ է պետք, քան թե ինձ։ Հիմա ես շնորհակալ եմ իմ բոլոր այն ակտիվ դիտորդներից, ովքեր որ քիչ են, բայց կան։ Ցանկանում եմ ձեզ լավ օր եւ հաջողություն։